Գոյամարտ սերիալում իրադարձությունները մտնում են ամենածանր ու ամենահոգեբանական փուլերից մեկը։ Այժմ արդեն պատմության կենտրոնում ոչ միայն սիրային հարաբերություններն են կամ ընտանիքների հակամարտությունը, այլ նաև երկար տարիներ թաքցված ճշմարտությունները, որոնք կարող են մի ակնթարթում կործանել բոլորին։ Դիանա Գրիգորյանը հերթական անգամ սյուժեն կառուցում է այնպես, որ յուրաքանչյուր նոր բացահայտում փոխի հերոսների ամբողջ կյանքը։ Մանանի տեղափոխվելը Գրիշոյի տուն առաջին հայացքից թվում է սիրո հաղթանակ, թվում է երկու մարդիկ, ովքեր անցել են բազմաթիվ փորձությունների միջով, վերջապես որոշել են միասին լինել, բայց իրականում սա շատ ավելի վտանգավոր քայլ է, քան թվում է։ Մանանը դեռ չի հասկանում, թե իրականում ինչ աշխարհ է մտնում։ Նա գնում է մի ընտանիք, որտեղ ամեն ինչ կառուցված է գաղտնիքների, վերահսկողության ու վախի վրա։ Գրիշոն կարող է իսկապես սիրել նրան, բայց այդ տան իրական ղեկավարը Հունանն է, իսկ Հունանը երբեք չի անում որևէ քայլ առանց իր շահի։ Եվ հենց դա էլ բացահայտվում է, երբ նա խոստովանում է Իննային, որ Մանանի ու Գրիշոյի ամուսնությանը համաձայն է ոչ թե սիրուց կամ որդու երջանկության համար, այլ որովհետև այդպես Մանանը միշտ իրենց աչքի առաջ կլինի։ Սա շատ կարևոր եւ շատ մութ միտք է։ Հունանը հասկանում է, որ Լեոն իր վերահսկողությունից դուրս է, նա անհնազանդ է, չի վախենում, չի պատրաստվում ծնկի գալ, եւ Հունանը փորձում է ուրիշ ճանապարհ գտնել ազդելու այդ ընտանիքի վրա։ Մանանը դառնում է այդ ճանապարհը։ Եթե նա լինի իրենց տանը, ապա Դավիթ պապի ընտանիքը մշտապես կապված կլինի Հունանի ընտանիքի հետ։ Դա ոչ միայն հոգեբանական ճնշում է, այլ նաև վերահսկողության միջոց։ Հունանը կարծես փորձում է թշնամուն պահել հնարավորինս մոտ։ Սա նաև շատ վտանգավոր իրավիճակ է հենց Մանանի համար։ Նա դեռ կարծում է, որ գնում է սիրելի մարդու մոտ, բայց իրականում հայտնվում է խաղի կենտրոնում, որտեղ յուրաքանչյուր մարդ ունի իր գաղտնի նպատակը։ Իննայի արձագանքն այստեղ շատ կարևոր է։ Նա նորից տեսնում է, թե որքան վտանգավոր է Հունանի մտածելակերպը։ Իննան, ի տարբերություն մյուսների, շատ լավ հասկանում է մարդկանց հոգեբանությունը։ Նա գիտի, որ եթե հարաբերությունը սկսում է հաշվարկով ու վերահսկողությամբ, այն երբեք խաղաղության չի բերի։ Բայց սերիալի ամենահզոր ու ամենաինտրիգային զարգացումը կապված է Ավոյի հետ։ Ավոն գալիս է հոր մոտ եւ ասում, որ կարող է իմանալ, թե ինչ է իրականում տեղի ունեցել հունվարի 6-ին։ Այս խոսքերը բառացիորեն պայթյունի ազդեցություն ունեն, որովհետև հունվարի 6-ը Ռաֆի մահվան օրն է։ Այդ օրը տարիներ շարունակ մնացել է որպես ցավոտ ու մութ հիշողություն, որի շուրջ շատ հարցեր կան, բայց ոչ պատասխաներ։ Եվ հիմա առաջին անգամ ինչ-որ մեկն ակնարկում է, որ ճշմարտությունը դեռ ամբողջությամբ բացահայտված չէ։ Դավիթ պապի արձագանքը շատ ծանր է։ Դավիթ պապը իհարկե ասում է, որ գիտի, թե ինչ է տեղի ունեցել, բայց իրականում նա չգիտի ամենակարևորը, նա չգիտի, թե ինչու է մահացել Ռաֆը, նա չգիտի, որ Ռաֆը մահացել է հենց Հունանի հարվածից։ Սա այն ճշմարտությունն է, որը կարող է ամբողջությամբ փոխել սերիալի ընթացքը։ Եթե Ավոն պատմի, ապա դա կլինի ոչ միայն ընտանեկան ողբերգություն, այլ իրական պայթյուն, որովհետև այդ դեպքում ամեն ինչ փոխվելու է։ Լեոյի համար Հունանի վերջնականապես դառնալու է ոչ միայն թշնամի, այլ հոր մարդասպան։ Լեայի համար աշխարհն ամբողջությամբ փլվելու է, նա առանց այդ էլ դժվարությամբ էր ընդունում հոր մասին բացահայտումները, բայց սա արդեն կլինի այն սահմանը, որից հետո դժվար կլինի նրան ներել։ Գրիշոն նույնպես շատ ծանր հարված կստանա։ Նա արդեն պայքարում է հոր ու սեփական զգացմունքների միջև, բայց եթե ճշմարտությունը բացահայտվի, նա ստիպված կլինի ընտրություն կատարել, իսկ Դավիթ պապի համար դա կարող է դառնալ կյանքի ամենամեծ ցավը։ Նա տարիներ շարունակ ապրել է կարծելով, թե գիտի իր որդու մահվան պատմությունը, բայց պարզվում է ամենակարևոր մասն իրենից թաքցրել են։ Ավոյի դերն այստեղ շատ հետաքրքիր է։ Նա կարծես երկար ժամանակ սպասել է ճիշտ պահին։ Ավոն երբեք չի գործում հույզերով, նա մտածող, հաշվարկող ու շատ խորամանկ կերպար է։ Եթե հիմա որոշում է խոսել, նշանակում է հասկանում է եկել է այն պահը, երբ այդ ճշմարտությունը կարող է ամենաուժեղ զենքը դառնալ Հունանի դեմ, բայց հարց է առաջանում, արդյոք Ավոն ամբողջ ճշմարտությունը կասի, թե միայն այն մասը, որն իրեն ձեռնտու է։ Որովհետև Ավոյի կերպարը միշտ մնացել է երկիմաստ։ Նա կարող է և օգնել ընտանիքին, և օգտագործել նրանց իր վրեժի համար։ Այս ամենի ֆոնին Լեոն շարունակում է մնալ ամենաանզիջում կերպարներից մեկը։
Հունանը հենց այդ պատճառով էլ նրան անվանում է անհնազանդ Լեոն, միակն է, ով բացահայտ դեմ է գնում իրեն և չի պատրաստվում ընդունել իր կանոնները։ Դա Հունանի համար դառնում է անձնական պայքար։ Սերիալը հիմա մտնում է մի փուլ, որտեղ բոլոր հարաբերությունները վերածվում են վտանգավոր խաղերի։ Սերը խառնվել է հաշվարկի հետ, ընտանիքը վրեժի, իսկ ճշմարտությունը դարձել ամենամեծ սպառնալիքը։ Առաջիկա սերիաները խոստանում են շատ ծանր զարգացումներ։ Կպատմի արդյոք Ավոն Ռաֆի մահվան իրական պատմությունը, ինչ կանի Դավիթ Պապը, եթե իմանա ճշմարտությունը, կդիմանա Մանանը Հունանի ընտանիքում, և արդյոք Լեոն կկարողանա կանգնեցնել այն պատերազմը, որը գնալով կործանելու է բոլորին։ Մի բան արդեն ակնհայտ է՝ գոյամարտում ճշմարտության բացահայտումը կարող է ոչ միայն փոխել մարդկանց կյանքը, այլ ամբողջությամբ քանդել ընտանիքները, այնպես որ եթե ցանկանում եք իմանալ, թե ինչ է կատարվելու առաջիկա սերիաներում, ապա միացեք մեր ալիքին, որովհետև շատ թեժ է լինելու նոր գաղտնիքների բացահայտումներ, հետաքրքիր նորություններ շատ շուտով։